Երգը ճիշտ երազելու մասին է, գրքի մեջ կա սեր, երազանք, սեր հայրենիքի նկատմամբ, սեր ծնողի նկատմամբ, և սեր սիրած էակի նկատմամբ։ Այս գրքում ձեզանից յուրաքանչյուրը ձեզ կգտնի, հավատացեք։ Համոզված եղեք, երազել պետք է, այն ապրեցնում է բոլորիս։ Երբեք չհանձնվեք։ Որքան էլ որ ծանր է մեր հայ ճակատագիրը, վերջին պատերազմական իրադարձությունները, եթե տեսնում եք, ասենք իմ համար շատ հուզիչ է, որ երիտասարդ աղջիկը այս բնույթի, այս բովանդակության գրքեր է գրում եւ իր երիտասարդ տարիքին sense հուզական բովանդակություն ունի այս գիրքը, որովհետեւ եթե նայում ես եվրոպական, ամերիկյան երիտասարդները ինչով են զբաղված, ինչ հետաքրքրություններով եւ մեր հայ աղջիկները ինչ բովանդակությամբ են իրենց առօրյան անցնում, մի տեսակ զգում ես, որ մեր ազգը իրոք ընտրյալի, իրոք ինչ-որ հատուկ ազգի ինչ-որ պատվաբեր կոչում ունի։ Երբ որ կարդացինք, հասկացանք, որ այս երեխայի մեջ տաղանդ կա ու իմացա, որ ինքը ուզում է երկրորդ գիրքն էլ շարունակի, դրա համար այդ շարունակականի համար խրախուսել էր պետք, անպայման, եւ աշխատեցի իմ ընկերների հետ, Սուսանա Իսակյանի հետ, Տիգրան Մելիքբեկյանի հետ, կատարեցինք մեծ փոքր աշխատանք, հրավիրեցինք Ավետիք Իսակյանի տուն թանգարան, պարգևատրեցինք Հովհաննես Թումանյան ոսկեշկա նշանով եւ երկրորդ գրքի շնորհանդեսը կազմակերպել ենք Ամերիկայում, հաջորդ ուզում ենք լինի Ֆրանսիայում։ I want to first of all congratulate Milena for the vision that she has for putting a book together. I encourage that everyone has hope inside of them to be able to create anything and continue our Armenian heritage, our Armenian culture, our Armenian traditions. And next time I wish that there's a lot more younger people to come and see that a young 16-year-old could put something together as amazing as this. I'm looking forward to many more books from her, and I wish her the best of luck. And I congratulate Marina for the outstanding work that she put together, and for everybody that's here today. Երազանքի քայլողով կարևորը մարդկանց տալ հավատ եւ հույս, դա արդեն 99% իրանց ուժն է վերականգնության։ Եվ ուզում եմ ասեմ շնորհակալություն Մարինեին հրավերքի համար, շատ հաճելի է գտնվել իմ կյանքում առաջին անգամ հայկական համայնքում, այսպես երկար վաղ չեմ խոսել հայերեն, բայց ես իմ վրա աշխատում եմ։ Գրքի բովանդակությանն էլ ծանոթանալով ավելի շատ հարգեցի, ավելի շատ սիրեցի մեր մատաղ սերնդին, ես շատ հավանություն տվեցի ելույթներին, շատ հավանություն տվեցի նրան, որ մեր սերունդը, ապագա սերունդը կարողանա նման քայլերով նմանվի մեր Միլենային։ Սիրելի երիտասարդներ, այս գիրքը թող դառնա ձեր ոգեշնչումը։ Թող հիշեցնի, որ դուք եք մեր ժողովրդի խոսքը, մեր հույսը եւ մեր վաղվա պատմությունը։ Գրեք, ստեղծեք, երազեք, բայց ամենակարևորը եղեք միասնական։ Թող աշնորհանդեսը լինի ոչ թե ավարտ, այլ սկիզբ մի նոր շարժման, որտեղ երիտասարդ հայը իր տաղանդով պաշտպանում է իր ինքնությունը, իր միասնությամբ վերացնում է իր ազգը։